Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Միասնության թևեր կուսակցության անդամ Լիպարի Դրմեյանը։ Պարոն Դրմեյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ողջույն, ես եմ շնորհակալ։ Պարոն Դրմեյան, վերջին շրջանում Փաշինյանը նոր սահմանադրության հետ կապված ուղիղ կապ է տեսնում դատաիրավական համակարգի հետ։ Ասում է, նոր սահմանադրություն պետք է ընդունենք, որով կկարգավորվի նաև այս համակարգի աշխատանքը։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ ուղիղ կապ կա նոր սահմանադրության եւ այս համակարգի կարգավորման կամ բարեփոխման հետ կապված։ Արդյոք նոր սահմանադրությունը պետք է լուծի այդ հարցը։ Գաղտնիք ասած չեմ լինի, որ դատական իշխանությունը իշխանության 3 թևերից մեկն է եւ կարեւորագույն դեր ունի յուրաքանչյուր պետության, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության համար, ինքնիշխանության, անկախության ապահովման եւ տեխնիկական առումով, իրավական տեխնիկայի առումով դատական իշխանությանը վերաբերող հիմնական կանոնակարգումները այո տեղ են գտել հենց Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ։ Որևէ բարեփոխում, հիմնարար բարեփոխում պետք է սկսվի հենց սահմանադրությունից, համապատասխան բաժնում, կարգավորումներում այդ փոփոխությունները անելուց։ Բայց թե ինչ նպատակով եւ ինչ միտումով են այսօր գործող իշխանության կողմից արծարծվում դատական իշխանությանը վերաբերող դրույթների փոփոխությունները, նորամուծությունները, դրա մասին ինձ թվում է պետք է ուղղակի գուշակել, որովհետև չկա փոփոխությունների տեքստ, 8 տարի այս իշխանությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը, 8 տարվա ընթացքում ցավալիորեն պիտի արձանագրել, որ տեսել ենք ինչպես է անկում ապրում այդ դատական իշխանության եւ ռեյտինգը եւ ընդհանրապես, այսպես ասենք, դատական նաեւ վարչարարությունը գործերի քննության ժամկետների երկարացումները, երկարաձգումները, անհիմն նաև կալանավորումների թվի աճը։ Եվ սա լավագույն ապացույցն է։ 8 տարի ժամանակ ունեցել են։ Իշխանությունը ունեցել է 8 տարի ժամանակ բարեփոխելու, լավացնելու, լավարկելու։ Կոսմետիկ փոփոխությունները չեն բերում համակարգային լավ որակի կամ համակարգի լավացման, համակարգի բարելավման։ Եթե միտում կա փոփոխելու համակարգը, ապա դրան պետք է համակարգային մոտեցում լինի եւ ինստիտուցիոնալ մոտեցում լինի։ Այստեղից այնտեղից ինչ որ դրույթներ ավելացնել, պակասացնելը, 1-2 այսպես կոսմետիկ փոփոխություն անելը 8 տարվա ընթացքում կարծում եմ լավագույն ճակերտավոր ցուցանիշն է ցույց տալու համար, որ ձախողել են այս հարցում։ Իդեպ կալանքի մասին, կալանքը որպես խափանման միջոց այս իշխանության տարիներին ամենաշատն է կիրառվում։ Ճիշտ նկատեցիք, անկեղծ ասեմ, սա նաև ցավալի ցուցանիշ է եվրոպական դատարանում մեր ունեցած այս պահին քննվող գործերի առումով, որովհետև ամենամեծ թվով գործերը, տեսակարգաշռով եթե նայենք, վերաբերում է հենց 5-րդ հոդվածի խախտումներին, եվրոպական կոնվենցիայի, սա անձնական անձնմխելիության իրավունքին է վերաբերում, այսինքն երբ որ անձը ազատությունից զրկվում է, կալանավորում, ձերբակալում եւ այլն, անհիմն այդպիսի սահմանափակումները բերում են եվրոպական կոնվենցիայի խախտման։ Եվ տեսակարար կշռով Հայաստանի դեմ քննվող գործերի մեջ սա շատ մեծ բաժին ունի այս գործերը, այս գանգատները, եւ ասեմ ավելին, որ այսօր եվրոպական դատարանը այդ գործերը քննում է այսպես հոսքագծային ռեժիմով։ Սա նշանակում է, որ դատարանը անգամ չի էլ պահանջում կառավարությունից առարկություններ, դիտողություններ կամ դիրքորոշում։ Դե դատարանի համար հստակ է, որ եթե եկել է Հայաստանի Հանրապետության դեմ գանգատ անհիմն կալանավորման կամ ձերբակալման վերաբերյալ 99.9% հավանականությամբ դա խախտում է։ Ու հոսքագծային ռեժիմով մենք տարեկան, ասենք 10, 15, 20 անգամ գործեր կարող ենք ունենալ, վճիռներ կարող ենք ունենալ կալանքի ոչ իրավաչափ կալանավորում արձանագրելու մասով։ Սա հենց այդ 8 տարիների ցուցանիշն է։ Դուք խոսեցիք կոսմետիկ փոփոխությունների մասին, հիշում եք, վեթինգի մասին էր իշխանությունը ասում։ Սա տեղի ունեցավ, չունեցավ, օդու մնաց այդ բարեփոխումը։ Իսկապես դա այդ ձեր հարցը պիտի հռետորական հարցի նման հնչի, որովհետև կարծում եմ, որ այդ խոսույթը բերվեց դաշտ, հետո ինչ որ անհասկանալի զարգացումներ եղան կամ չեղան, խոսույթի մեջ սկզբից շատ ռեպրեսիվ էր նաև դատավորների նկատմամբ խոսույթը, չէ՞, կար այդ վնգստացող դատավորներ հայտնի եզրույթը, որ օգտագործում էր իշխող ուրեմն ուժի կողմից, բայց ես չեմ կարծում, որ խնդիրը թաքնված է այդտեղ, վեթինգ անել կամ չանելու մեջ։ Առաջին հերթին ռեալ դիագնոստիկա պետք է անել, ինչ պրոբլեմ ունի այսօր դատական համակարգը։ Այսօր դատական համակարգը ուղղակի
այսպես կքում է գործերի քանակի եւ ծանրաբեռնվածության տակ եւ դա չի կարող բերել գործերի լավ քննության որակի։ Եթե մեկ դատավորը տարեկան պետք է քննի 800 գործ կամ 1000 գործ, չի կարող այդ գործերի քննության որակը լինել այսպես ամենալավը, համապատասխանի եվրոպական կոնվենցիայով նախատեսված չափանիշներին եւ այլն։ Ինչպես պիտի լինի թեթևացումը։ Թեթևացումը մենք գիտենք ինչպես պետք է լինի, որովհետեւ Միացյալ Թևեր կուսակցությունում կան փորձառու իրավաբաններ, ովքեր նաև պետականաշինության ոլորտում եւ պետական կառավարման ոլորտի փորձ ունեն, դատական իշխանությունում են աշխատել, դատախազության համակարգում եւ եթե համեմատության եզր վերցնենք նույն Եվրոպայի խորհուրդը, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունը, այնտեղ կան հստակ ցուցանիշներ։ Հայաստանի Հանրապետությունը մի քանի անգամ զիջում է իր ուրեմն ռեսուրսներով ու մոտեցումներով, որը տրամադրվում է դատական իշխանությանը։ Օրինակ, եթե բյուջեն նայենք դատական իշխանությանը տրամադրվող, քիչ է։ 26 թվականի համար նախատեսված բյուջեն, եթե եվրոյով հաշվենք, որտեղ հաշվարկը տարվում է եվրոյով, Եվրոպայի խորհրդի արտադատության արդյունավետության հանձնաժողովի կողմից 110 միլիոն է նախատեսված։ Այսինքն դատարական համակարգ, դատախազություն, քննչական մարմիններ, սահմանադրական դատա ընդհանուր, հա, դատաիրավական համակարգը։ Մեկ շնչին բաժին ընկնող գումարի չափով դա մոտավորապես 13.8 եվրո է գալիս։ ԵԽ-ի միջինը 2022 թվականի տվյալ եմ սա ասում, որտեղ դա է այս պահին հասանելի։ 45 եվրոյի կարգի է։ Մեկ շնչին բաժին ընկնողը, այսինքն շուրջ 3.4 անգամ մենք զիջում ենք։ Այսինքն դա էլ է ցուցանիշ, թե դու որքան ես գնահատում քո դատական իշխանությունը։ Դատավորների քանակը, որը էլի շատ կարևոր ցուցանիշ է, 17.6 է 2022 թվականի տվյալը, մենք այս պահին ունենք 12, 100,000 բնակչին բաժին ընկնող դատավորների քանակով 12 դատավոր, յուրաքանչյուր 100,000-ին։ Այն դեպքում, երբ որ Եվրոպայի խորհրդում դա 17.6 է։ Դատական ծառայողների թվականակը եւս ենթակա է ավելացման։ Քննիչներ, այնտեղ բազմաթիվ ցուցանիշներ կան, որոնցով որտեղ քննիչները բավականին շատ են անհանգստանում այն ծավալով, որը իրենց տրված է գործերը։ Իհարկե, եւ նաեւ դա բերում է այս գործերի երկար քննությունը, ինքնին գործի երկար քննությունը մարդու հիմնարար իրավունքի խախտում է։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդված։ Բազմաթիվ խախտում արձանագրող վճիռներ ունենք։ Եվ դա էլ ցավոք սրտի այդ գործերն էլ գնում են այդ հոսքագծային ռեժիմով, որը որ դատարանը եվրոպական դատարանը ստանում է գանգատ Հայաստանի Հանրապետության դեմ, որտեղ անձը բողոքում է իր գործի երկար քննությունից 3 տարի, 4 տարի, 5 տարի, 6 տարի, չի էլ խորանում գործի փաստերի մեջ։ Մի անգամից կայացնում է արդեն խախտում արձանագրող վճիռ։ Պարոն Դրմեյան, մենք տեսնում ենք, որ իշխանությունն էլ հայտարարում է, որ ինքն էլ այդքան բավարարված չի դատաիրավական համակարգի աշխատանքով եւ վերջերս Նիկոլ Փաշինյանն ասում է մաֆիա կա, որը պետք է փոխեն իրենք եւ պետք է հենց այդ նոր սահմանադրությամբ դրա հարցներ լուծեն։ Ինչ մաֆիայի մասն է խոսքը, այսինքն զանգով արդարադատություն կա, էլի չնայած ինքը ասում է ես ոչ մեկին չեմ հրահանգում, բայց դուք լավ հիշեցրեցիք այդ ոռնացող դատավորների հետ կապված։ Այսինքն ինչի մասին է խոսքը, ներսում այս զանգով արդարադատությունը ինչ տոկոս է կազմում, եթե կա։ Ես կարծում եմ, որ այդ խոսույթը քաղաքական այս զարգացումների կոնտեքստում պետք է դիտարկել, այսինքն պոպուլիստական հերթական ձևակերպումն է, որովհետև ունեին 8 տարի ժամանակ, որը քիչ չէ լուրջ փոփոխություններ անելու համար, ի վերջո Հայաստանի Հանրապետությունը դատաիրավական բարեփոխումներում գտնվել է սկսած 2000-ական թվականներից, 2000-ականների սկզբից։ Անցել է ավելի քան 20 տարի եւ դրական փոփոխություններ իհարկե եղել են ժամանակի ընթացքում, դատավորների թվականակի աճ, շենքային պայմանների բարելավում եւ այլն։ Բայց 8 տարվա ընթացքում, վերջին 8 տարիների ընթացքում մուրշնել է իրենց ձեռքը եղել, այն ժողովրդական խոսքով, ամեն ռեսուրսնել է իրենց ձեռքը եղել եւ կարող էին անել այդ փոփոխությունները։ Պահել դա բերել հասցնել նախընտրական քարոզարշավի շեմին ու ասել, որ բացահայտեցինք, որ կա մեծ խնդիր դատաիրավական համակարգում եւ դա պետք է լուծենք, բացառապես քաղաքական խոսույթ է, առանձնակի ես այսպես լուրջ անգամ չէի վերաբերի այդ խոսույթին, որովհետև մի իշխանություն, որը ձախողել է այդ փոփոխությունը, կձախողի նաև հաջորդ ժամանակահատվածում, երրորդում, չորրորդում եւ այդպես շարունակ։ Դուք նշեցիք, որ խնդիրը նաև ռեսուրսների, ֆինանսական նաև ռեսուրսների պակասի մեջ է։ Դուք ինչ
տարբերակ եք տեսնում լուծման։ Պետք է ավելացնել դատավորների, քննիչների քանակը, ֆինանսական միջոցների հոսքը պետք է ավելի մեծացնել։ Որն է լուծման տարբերակը ձեր։ Առաջնային իհարկե պետք է այն վերլուծությունը, որը որ կա, ավելի մանրամասն ուսումնասիրվի, բայց եղած տվյալները, բայց կադրային կարևորագույն խնդիր կա լուծելու, որովհետև այսօր օրինակ դատական ծառայողների թվականակը եւս ենթակա կլինի ավելացման, որովհետև մեկ դատավորը ունի մեկ գործավար, մեկ օգնական եւ գործերի ծավալը ուղղակի հավասարազոր չէ այդ ռեսուրսին եւ դատական որակյալ ծառայողների կադրեր դատական ծառայողներ ներգրավելու համար անհրաժեշտ է վարձատրության իհարկե ավելացում, որպեսզի բարձր կրթություն ստացած մրցակցային պայմաններում գտնվող յուրաքանչյուր իրավաբան անձ, որ կարող է համալրել այդ շարքերը, ցանկություն ունենա եւ այդ աշխատանքը գրավիչ լինի նրա համար։ Նույն կերպ դատավորների թվականակի աճը պետք է ապահովվի։ Դրան զուգահեռ իհարկե միայն թվականակի աճով չի կարող լուծվել այդ հարցը, դրան զուգահեռ նաև նոր մեխանիզմներ ու կարգավորումներ պիտի ներդրվեն, որպեսզի գործերի քանակը չաճի, այսինքն յուրաքանչյուր փոքր գործով կամ յուրաքանչյուր տիպի գործով անձը չպիտի իր իրավունքի պաշտպանությունը հայցի բացառապես դատարանից։ Դատարանը պետք է լինի վերջին հանգրվանը անձի համար։ Ինչ պիտի բարելավի, պետք է բարելավի վարչական մարմինների աշխատանքը։ Եթե մենք ունենք վարչական մարմինների կողմից կայացվող որոշումներ ու բողոքարկման համակարգ, այստեղ պետք է նաև ռեսուրս ավելացվի, որպեսզի անձը իր բողոքի խնդրի հանգուցալուծումը հենց այդ փուլում գտնի, այլ ոչ թե ձևական գնա բողոքարկի կամ մտածի, որ դե վարչական ճանապարհով կամ պետական մարմին դիմելու ճանապարհով ես իմ խնդրի լուծումը չեմ գտնելու, գնամ միանգամից դատարան։ Տեսեք, դուք ասեցիք դատարանը վերջի օղակը պետք է լինի, ու մենք տեսնում ենք այս ընթացքում, թե ինչով է ծանրաբեռնում նաև դատական համակարգը, հիմնականում քաղաքական գործերն են շատանում, ընդդիմախոսների հայտարարությունները, գրառումներով գործերն են շատանում։ Սա արդյոք չի նպաստում, որ իսկապես այդ ծանրաբեռնվածությունը չափազանց մեծ ծավալի հասնի։ Քաղաքական գործեր, չգիտեմ, խոսքի հետ կապված, հայտարարությունների հետ կապված, գրառումների հետ կապված գործերը։ Գիտեք, դրա հետևանքը շատ ավելի խորն է, քան զուտ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որովհետև, ասենք, եթե մի համակարգ, որտեղ քննվում է տարեկան, ասենք, 60 կամ 100,000 գործ, լրացուցիչ 50 կամ 100 գործը, որոնք ունեն քաղաքական ենթատեքստ, մեծ բեռ ֆիզիկական բեռ գործի քննության առումով չի ավելացնելու, բայց այստեղ շատ կարևոր է այն ուրեմն հոգեբանական, ճնշումը կամ հոգեբանական բեռը, որը դատական իշխանությունը կրում է ու դա մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի նաև մնացած դատավորների վրա, որովհետև կա հանրային ճնշում, կա հանրային իրազեկվածության պահանջ, բոլորը հետևում են իր զարգացում եղավ այս կամ այն գործով եւ դա ի վերջո դատավորն էլ է մարդ։ Ինքն էլ է իր մոտ էլ է առաջանում կաշկանդվածություն, հոգեբանական նաև ճնշումների է ենթարկվում եւ սրա էֆեկտը շատ ավելի է ու դրա արդյունքում կարող է հենց ծանրաբեռնվել դատական համակարգը։ Այդ ստրեսային վիճակը նույն դատական համակարգի այն վիճակը, որում գտնվում է դատական համակարգը, ուղղակիորեն նաև գործերի քննության որակի վրա է ազդում։ Հետևաբար զուտ թվային առումով կամ քանակական առումով չպիտի դիտարկել ձեր ասած գործերը։ Կներեք, օրինակը հետևյալն էր, որ մենք գիտենք քաղաքական ուժերից մեկի ղեկավարին ըստ փաստաբանների տասնյակ քննիչներ են լծված այդ գործին, որը իրականում քաղաքական գործ է։ Այստեղ ծանրաբեռնվածությունը այս առումով մեծ չի լինում արդեն, եթե մի գործին այդքան քննիչ է։ Զուտ քանակական առումով այո, բայց դա ես դիտում եմ ընդհանուր ավելի շատ այսպես ավելի մեծ համայնապատկերի կոնտեքստում եւ կարող են լինել նաև շատ ավելի բարդ գործեր, որոնք որ չունեն կոնկրետ քաղաքական ենթատեքստ։ Այստեղ նորից կրկնեմ, որ ավելի շատ այդ հոգեբանական էմոցիոնալ բեռն է, որ դրվում է աշխատակիցների վրա, քննիչների, դատավորների, դատախազների եւ այլն ու շատ կոպիտ ասենք էլ ժամանակ էլ չի մնում, որ այս մարդիկ այն մյուս քննության ենթակա գործերը նորմալ որակով ու ժամանակին կարողանան ավարտել, հասցնել իրենց հանգրվանին։ Եվ մի հարց եմ ուզում անդրադառնանք, տեսեք, իշխանությունն ասում է, Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք դատավորների աշխատավարձը ավելացնում ենք, որպեսզի նրանք անկախ գործեն եւ կաշառքների մեջ չմտնեն եւ այլն։ Արդյոք գումարի աշխատավարձի բարձրացումը բերելու է, հանգեցնելու է այն վիճակին, որ դատավորները անկախ գործեն եւ գայթակղությանը կաշառք վերցնելու դիմանան։ Շատ կարևոր հանգամանք է սոցիալական ապահովվածությունը։ Ոչ միայն դատավորների, ընդհանրապես յուրաքանչյուր պետական ծառայողի, որտեղ կոռուպցիայի պայքարի ձևերից մեկն էլ հենց սոցիալական բարձր ապահովվածություն տալն է պետական հանրային ծառայողին, դատական իշխանության ներկայացուցիչին։
Իհարկե միայն դրանով, միայն ֆինանսական միջոցները ավելացնելով, վարձատրությունը ավելացնելով, բացառապես այդ եղանակով հնարավոր չէ։ Դա կարևոր, բայց ոչ բավարար միջոց է, որովհետև ի վերջո մենք գալիս հանգում ենք նրան, որ կա մարդկային գործոն եւ անձի մտածողությունը պետք է փոխվի, որպեսզի մենք խոսենք այդ կոռուպցիայի բացակայության մասին, կամ դրա էականորեն նվազման մասին։ Հին, ոչ ճիշտ, ոչ իրավական, այլ տրամաբանությամբ մտածող ծառայողը, կլինի դա պետական ծառայող, հանրային ծառայող, դատավոր, դատախազ թե քննիչ, ինչքան էլ ավելացվի այդ աշխատավարձը, վարձատրությունը, միևնույն է մտածելու է հին ձևով։ Եվ այստեղ այո, պետական իշխանությունը շատ մեծ քաղաքական էլիտան շատ մեծ անելիք ունի, որովհետև մեր հասարակության մոտ արկա տասնամյակներով, անգամ հարյուրամյակներով տեղի ունեցած դեգրադացիան ներսից ներքևից չի փոխվում։ Քաղաքական էլիտան ունի ասելիք ու անելիք։ Որքան բարձր արժեհամակարգ ունի այդ քաղաքական էլիտան, այնքան կկարողանա բոլոր օղակները, որոնք որ ձևավորվելու են, իշխանության ճյուղեր, կառավարման համակարգեր եւ այլն, այդ արժեքները եւ ուրեմն սկզբունքները ներմուծել, ներարկել այդ օղակներ։ Եվ արդյունքում մենք ունենանք այն երազած երկիրը, որի մասին խոսում ենք։ Դուք կարծում եք այս պահին իշխանության ճնշումը դատաիրավական համակարգի վրա արկա է, կա եւ քանի տոկոս է կազմում։ Չեմ կարող տոկոսներով ասել, դժվար կլինի դա ասելը, բայց ինձ թվում է անզեն աչքով դա տեսանելի է, առնվազն ձեր նշած գործերի պայմաններում։ Քաղաքական գործերի պայմաններում։ Այս համատեքստում հիշեցնեմ, որ նաև դուք իշխանության հետ կապված բավական հետաքրքիր ձևով դուրս եկաք աշխատանքից, խոսքը արբիտրաժի դատարանի որոշման մասին էր, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասաց կառավարությունը ես եմ։ Այդ հայտարարությունից հետո ուղիղ հասկացաք, որ վերջ այլևս անելիք չունեք այս իշխանության հետ աշխատանքում։ Ոչ, ես մինչև վերջ մնացել եմ իմ դիրքում, մինչև վերջ մնացել եմ իմ պաշտոնում, որովհետև խորապես համոզված եմ, որ յուրաքանչյուր պաշտոնյա այն ժողովրդական լեզվով ասած, որ աթոռը, որին նստած է, այդ աթոռը չի բերում իր տնից։ Այդ աթոռը հանրությանն է, եւ դու մինչև վերջ պիտի ծառայես հանրությանը։ Եթե քեզ նշանակող եւ լիազորություն այսպես տվող պաշտոնյան, այս դեպքում վարչապետը գտնում է, որ այդտեղ անելիք չունես, ինքը պիտի այդ որոշումը կայացնի։ Ես իմ յուրաքանչյուր գործողության, արածի, խոսքի համար կարող եմ հստակ պատասխաններ տալ եւ մինչեւ վերջ համոզված եմ եղել, որ այն ինչ որ եղել է անգամ այդ գործի շրջանակում, եղել է բացառապես օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակում եւ այդտեղ ես ուղղակի պաշտոնս թողնելու ու գնալու խնդիր չունեի։ Ես համոզված էի, որ դա ճիշտ է, ես համոզված էի, որ լավագույնս պաշտպանել եմ ես եւ իմ թիմը պաշտպանել ենք Հայաստանի Հանրապետության շահերը եւ դրա բազմաթիվ ապացույցներ կան, ոչ միայն արբիտրաժային գործերով, այլև միջպետական բազմաթիվ գործերով եւ այլ գանգատներով եւս։ Հետևաբար այն դիրքորոշումը, որը որ ես հայտնել էի, ամբողջությամբ համահունչ էր եւ գործող օրենսդրությանը եւ իրավունքի էությանը ու առավել եւս իմ լիազորություններին։ Բայց ընդունելի չէր Փաշինյանի համար։ Սա արդեն սուբյեկտիվ գնահատական է, եթե գտնում է պետության ղեկավարը, որ անընդունելի է այդ մարդու ներկայությունը իր համար, ինքը պիտի որոշում կայացնի։ Իր որոշումը պետք է լինի։ Ինձ թեւասվել է, որ ես դիմում գրեմ եւ ազատվեմ աշխատանքից, բայց ինքս համաձայն չեմ եղել դրա հետ եւ ազատվել եմ վարչապետի որոշմամբ, առանց դիմում գրելու։ Որովհետև համոզված եք դուք ճիշտ եք, բայց դուք չեք տեսնում իմաստ թողնել գնալու։ Այո, որովհետև այդ պահին Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր մի քանի դատաիրավական պրոցեսների մեջ, մի քանի գործեր էին քննվում, որտեղ ես էի փաստացի ղեկավարում կառույցը եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը եւ իմ դիրքորոշումը դա էր, որ ես մինչեւ վերջ իմ դիրքում եմ լինելու, եթե գտնում է քաղաքական իշխանությունը, որ ես այստեղ անելու բան չունեմ, իրենց որոշումը թող դա լինի։ Քանի որ խոսեցինք միջազգային դատարանների որոշման հետ կապված, արդյոք երբ որ իշխանությունը խաղաղության օրակարգից է խոսում եւ դրան զուգահեռ միջազգային հայցերից հրաժարվելու հետ կապված քաղաքականություն է տանում, սա ձեր կարծիքով ինչ է նշանակում եւ ձեր օրինակ աշխատանքի այդ շրջանում արդեն դուք նկատում եք, որ իշխանությունը կտրուկ դեմ է, որպեսզի դրսում այդ հայցերը քննվեն կամ դրանով առաջընթաց գրանցվի։ Տեսեք, միասնության թևերը, կուսակցությունը ասում է, որ մենք հստակ նշել ենք, որ հայցերի հետ կանչը մեզ համար կարմիր գիծ է։ Որովհետև այդտեղ ոչ միայն կա
Հայաստանի Հանրապետության շահի, պետականության շահ, հայկական շահի խնդիր, դա պաշտպանելու խնդիր, այլ նաև ամենաառաջին հերթին կա բարոյականության եւ էթիկայի հարց։ Խոսքը վերաբերում է մի քանի 100,000 անձի իրավունքների պաշտպանության մասին, որի հանձնառությունը պետությունը վերցրել է։ Հիմա մեզ իշխանությունը մեղադրում է, որ այ դուք ասում եք խաղաղության պայմանագիրը, Արման Թաթոյանը նշել է, որ խաղաղության պայմանագիրը մենք կստորագրենք, եթե Ալիևը ստորագրի, ասում է դուք մի կողմից ասում եք կստորագրենք, մյուս կողմից ասում եք հայցերը հետ չեն կանչելու, ուրեմն դուք ձեր այդ քայլով պատերազմ կհրահրեք։ Սա մեծագույն կեղծիք է։ Իրապես կեղծիք է, սուտ է եւ մենք ուրեմն դրա մասին մանրամասն ներկայացրել ենք, թե ինչու է սա կեղծիք եւ ինչու չի կարող հայցերից հետ կանչը լինել այսպես ասած առիթ դառնալ պատերազմի կամ ինչ որ ագրեսիայի եւ այլն։ Առաջին հերթին այդ վատ բանակցված խաղաղության համաձայնագիրը անգամ ունի կոնկրետ դրույթ, թե ինչ ասել է հայցերի հետ կանչ։ Այդ հայցերի հետ կանչ խոսույթը բերել է հենց այսօրվա իշխանությունը։ Այնտեղ խոսքը միայն հայցերի հետ կանչի մասին չէ։ 15-րդ հոդվածը խոսում է հայցերի հետ կանչելու կամ ցանկացած այլ ձևով արկա միջպետական հայցերը, գանգատները, բողոքները լուծելու մասին։ Եվ ես մի փոքր կլուսաբանեմ, թե ինչ է նշանակում որևէ այլ կերպ լուծել։ Միջազգային այսօրվա այն դատարանները, միջազգային դատարանները, որտեղ քննվում են մեր գանգատները, ունեն շատ ճկուն եւ այսպես բազմաբովանդակ մեխանիզմներ, բացի գործերը քննելու եղանակով եւ վճիռ կայացնելու եղանակով, այլ կերպ պետությունների միջև առաջացած վեճերը լուծելու։ Եվ դրա օրինակները կան։ Օրինակ, Եվրոպական դատարանում կողմերը ոչ միայն վեճը ավարտում են վերջնական հայցը բավարարող կամ մերժող վճիռ ունենալով, այլ նաև հաշտության գալով հենց դատարանում։ Եթե իրապես Ադրբեջանը ձգտում է խաղաղության, ոչինչ չպետք է խանգարի Ադրբեջանին նստել Հայաստանի Հանրապետության հետ, մշակել գործերի քննության այն գանգատների, որոնք քննվում են։ Այո, շրջանակը, հարցերի շրջանակը, կնքել հաշտության համաձայնություն այդ գործերի շրջանակում եւ դա տրամադրել Եվրոպական դատարանին, որպեսզի դա հաստատվի Եվրոպական դատարանի վճռով։ Նույնը Արդարադատության միջազգային դատարանի պարագայում, նույնը մնացած կոնվենցիոն մեխանիզմների դեպքում։ Այսինքն ոչ մի պարագայում միջազգային հայցերը դատարանում քննելու դրսում չի նշանակում խաղաղության օրակարգի դեմ։ Իհարկե չի նշանակում, որովհետև պատմության մեջ էլ բազմաթիվ դեպքեր կան, երբ երկու պետությունները միմյանց դեմ միջազգային հայցեր են ներկայացրել, ընդ որում նաև զինված բախումների հետ կապված։ Այսօր օրինակ Եվրոպական դատարանում շատ թարմ գործ քննվում է Իռլանդիան ընդդեմ Մեծ Բրիտանիայի գանգատ, որը վերաբերում է ուրեմն Իռլանդիայի հետ զինված միավորումների հետ կապված խնդրին Մեծ Բրիտանիայի հետ ունեցած եւ Եվրոպական դատարանում է քննվում այդ միջպետական գանգատը։ Հիմա ինչ ասենք Իռլանդիան ու Մեծ Բրիտանիան պատերազմ են սկսելու իրար դեմ կամ դա առաջացրել է պատերազմի կամ ագրեսիայի հնարավորություն, իհարկե որ սա դարձյալ ցավոք սրտի պոպուլիստական խոսույթ է։ Ասեմ ավելին, անգամ եթե հայցերի հետ կանչ չլինի, հաշտություն չլինի դատական գործերով եւ այլն, կողմերը այդ վատ բանակցված փաստաթղթում համաձայնության են եկել, որ ցանկացած վեճ, խնդիր, համաձայնագրի որևէ հոդվածի վերաբերյալ տարաձայնություն կողմերը պարտավորվում են լուծել բացառապես խաղաղ բանակցություններով։ Եթե խաղաղ բանակցությունները արդյունքի չհանգեցնեն, հանձնաժողով է ձևավորվելու, հանձնաժողովի միջոցով, բայց բոլոր դեպքերում անգամ այդ հանձնաժողովի ձախողելու դեպքում կողմերը կփնտրեն ցանկացած այլ եղանակ խաղաղ տարբերակով խնդիրը լուծելու։ Եվ երրորդ կետը ի վերջո, նույն այդ վատ բանակցված փաստաթղթում կա կետ, որն ասում է, որ կողմերը հղում կատարելով ՄԱԿ-ի կանոնադրությանը, կողմերը ձեռնպահ են մնալու բոլոր դեպքերում ուժի կիրառումից եւ ուժի կիրառման սպառնալիքից։ Հիմա որտեղ է անկախ դատական որոշումից։ Այո, հիմա անկախ խախտումից համաձայնագրի կամ որևէ կետի այլ կերպ մեկնաբանելուց։ Հիմա որտեղ է այստեղ պատերազմը հայցերը հետ չկանչելու դեպքում։ Սա հերթական այն փուչիկն է, որը փչել են ու փորձում են շատ վատ բառ պիտի ասեմ, բայց կերակրել հանրությանը։ Դե հիմա ցանկացած բան, օրինակ նույն այս օրերին մշակութային ցեղասպանություն է իրականացվում Արցախում, բայց Հայաստանի իշխանությունն ասում է դա իմ հոգսը չի։ Երևի այդ տրամաբանության մեջ է, չեն ուզում Ադրբեջանին որևէ բան ասել։ Գիտեք, ախր քանի որ բարոյական համակարգը, ընդհանրապես արժե համակարգը դեգրադացվել է, դա նաև տրամաբանական շղթայի դեգրադացիայի է բերել, տրամաբանության լոգիկայի խնդրի, որովհետև այդ նույն հայցերը
ներկայացվել են 2020, 21, 22 թվականներին։ Ավելին այսօրվա իշխանության ձևավորված կառավարության ծրագրում նշված է, որ կառավարությունը, Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի հովանավորն է, Արցախայության հովանավորն է, ամեն ինչ պետք է անի, որպեսզի Արցախի հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Այսօրվա գործող ծրագրի մասին է խոսքը։ Բայց դերակն ասում են մենք արդեն սխալվել էինք, ընդունում ենք մեր Դե սխալը։ հասկանում եք, չի կարող այդպեսի բան լինել, եթե նման բան կա, ուրեմն կամ պիտի հրաժարական տա կառավարությունը, կամ վարչապետը հրաժարական տա, կամ չգիտեմ, անվստահություն հայտնեն, այսինքն դու մշակում ես ծրագիր, հաստատվում է ազգային ժողովի կողմից, ամբողջությամբ ձախողվում է այդ ծրագիրը, բայց շարունակում ես մնալ իշխանության եւ շարունակում ես ասել, որ ես ունեմ ինչ-որ ծրագիր, որը փոխել եմ, մոդիֆիկացրել եմ, սա ուղղակի անհետեցություն է։ Հերթական, նորից եմ ասում, հերթական այդ ինչպես նմանատիպ անհետեցություն, ինչպես Արևմտյան Ադրբեջան եզրույթն է, որը փչվել է այդ մեծ փուչիկը ու այսօր էլի հանրությանը դա ներկայացվում է, որ տեսեք, մենք պետք է բան լինենք, այսպես այո, պետք է նրանք գան, պետք է բնակվեն, իսկ ինչու ոչ։ Իրավական հարթության մեջ, միջազգային իրավական հարթությունում այդ հարցը վաղուց փակված է։ Փակված չկա այնպիսի մի միջազգային ատյան, դատական ատյան, որտեղ օրինակ 90-ականներին կամ դրանից առաջ Հայաստանի տարածքը լքած որևէ ադրբեջանցի կարողանա հայցել պաշտպանություն, ինչ-որ վերադարձի իրավունք եւ այլն։ Դրան ի հակադրում են արցախցիները ունեն եւ այսօր պահպանվում է նրանց վերադարձի իրավունքը 2023 թվականի Արտադատության միջազգային դատարանի որոշմամբ, որով հստակ արձանագրված է, որ արցախցիները պետք է ունենան անարգել, անվտանգ եւ արագ վերադարձի հնարավորություն դեպի Արցախ։ Սա այսօր ուժի մեջ գտնվող փաստաթուղթ է եւ սա է պատճառը, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում այսօրվա իշխանության վրա հրաժարվելու այդ միջպետական հայցերից։ Այսինքն արցախցիների վերադարձը կանխելու նպատակով։ Այո, ամբողջությամբ փակելու այդ հարցը։ Դե երեք հայտարարեց, որ ամբողջությամբ փակվելու է, եթե ինքն ընտրվի։ Ի տարբերություն մեր իշխանության, Հայաստանի իշխանության, Ադրբեջանը շատ լավ հասկանում եւ ըմբռնում է իրավական գործընթացների կարեւորությունը։ Մարդիկ կհավատան, չեն հավատա միջազգային իրավունքին, արժևորեն դա չէ, թե ոչ, դա գոյություն ունի եւ յուրաքանչյուր կոնֆլիկտ ի վերջո հանգուցալուծվում է միջազգային իրավունքի կոնտեքստում։ Կողմերը համաձայնագրեր են կնքում, պայմանագրեր են ստորագրում, վավերացա, այս ամենը միջազգային իրավունքի կոնտեքստում է։ Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է։ Եթե հետ գնանք 20 թվական սեպտեմբեր ամիս, պատերազմից առաջ, երբ որ Ալիևը ելույթ էր ունենում ՄԱԿ-ի ամբիոնից, նա հղում էր անում միակ եզակի հոգուտ իրենց կայացված մի դատական ակտի, եվրոպական դատարանի կողմից կայացված, եւ դրանով հիմնավորում էր, որ Հայաստանը ագրեսոր պետություն է, ուրեմն գրավել է իր տարածքները Ադրբեջանի եւ այլ եւ այլ։ Մենք ունենք այդպիսի 1 տասնյակի հասնող դատական ակտեր։ Բայց այսօրվա իշխանությունը չի կապիտալիզացնում դա։ Մենք չենք խոսում դրանց մասին։ Մենք ունենք Գուրգեն Մարկարյանի վերաբերյալ կայացված հայտնի դատական ակտը։ Մենք ունենք նույն Սարգսյանի գործը, որը Շահումյանի շրջանի տեղահանված բնակիչների մասին է։ Մենք ունենք բազմաթիվ մեր հայրենակիցների իրավունքների խախտումներ արձանագրող դատական ակտեր Ադրբեջանի կողմից, ովքեր հայտնվել են Ադրբեջանում։ Դրանք ուժի մեջ են ու Ադրբեջանը չի կատարում այդ դատական ակտերը։ Բայց այսօր իշխանությունը լռում է դրա մասին ու փորձում դա ներկայացնել, որ պետք է խաղաղ լինենք, խաղաղություն լինի։ Դե ասում է դրանցով պատերազմ ենք հրահրում։ Ինչով իմարդու իրավունքները պաշտպանելով, գիտեք, եթե այդ հայտնի խոսույթ կա, չէ, ֆիլմերից մեկում է ասում, որ երբ որ քո գլուխը առյուծի երախումը չես կարող բանակցել նրա հետ, հիմա մենք մոտավորապես նույն վիճակում ենք։ Սուրը վերևից կախել են, հայտարարում են, որ պատերազմ կլինի սեպտեմբերին, եթե սահմանադրական մեծամասնություն չլինի, այդտեղ էլի տրամաբանորեն երկու լուծում կա, կամ գիտեն, որ պիտի լինի, կամ պայմանավորված է, որ պիտի լինի, որտեվ ուրիշ զուտ տրամաբանորեն մենք չունենք, չէ, տեղեկություն, իշխանությունը իրենք են, բոլոր ռեսուրսները իրենցն է։ Հիմա ասում են ընդդիմության խոսույթն է բերում դրան։ Ասում են ընդդիմությունը, երբ որ խոսում է արցախցիների վերադարձի, Արցախի վերադարձի, ասեն, տեսեք, դուք այցելից եք խոսում, դա բերելու է իրենց կարծիքով նաև պատերազմի հրահրման փորձեր են դրանք բերելու է պատերազմի։ Դե մեկ բառով ուծացում են թելադրում, փոքրիկ մի տարածքում ուղակի պատասպարվել,
կապ չունի այդ տարածքի չափը, կարող է լինել շատ փոքր, պատասպարվել, ինքնությունը զիջել, ամեն ինչ զիջել, փողով ու փորով ապրել, որպեսզի չլինի պատերազմ։ Եթե որևէ մեկը, որևէ ողջամիտ մարդ կարող է սրան տալ այլ բառ քան, չգիտեմ, ստրկացում, նսեմացում, արժանապատվության ուղղակի ոտնահարում, խնդրեմ, թող ասեն այդ բառը։ Ինչ է սա, եթե ոչ իմ նշածը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։